Այն մարդիկ, ովքեր գնալու են եւ քվեարկելու են այս քաղաքական ուժին, նրանք ցանկանում են նման կառավարում։ Նրանք ցանկանում են իրենց փոխարեն ինչ-որ մեկը գա, որոշումներ կայացնի, իրենք քաղաքականությամբ չհետաքրքրվեն, իրենց քաղաքականությունը չհետաքրքրի։ Իրենք չդիտեն քաղաքական հաղորդումներ, իրենք չմասնակցեն քաղաքական գործընթացների։ Նման մոտեցում ունեցողների ձայները հավաքելու համար անհրաժեշտ է հաղորդագրություն հղել, որ տեսեք, մենք գալիս ենք իշխանության Հայաստանի Հանրապետությունում, օրենքը, կարգը եւ այլն դրանից հետո լինելու ենք մենք։ Մենք կորոշենք, դուք կանեք։ Ցանկանում եք այդպիսի իշխանություն եւ հենց հարցը հենց անհանգստացնողը ինձ Հայաստանի հասարակություն դիտարկես այն է, որ կա մարդկանց մի սեգմենտ, որը ցանկանում է նման իշխանություն։ Եվ այդ մարդկանց սեգմենտին, այդ մարդկանց սեգմենտը այդ մարդիկ չեն, ովքեր ընտրելու են գործող իշխանություններին, դա մարդիկ չեն, ովքեր ընտրելու են անընդրանքային ուժերին, դրանք մարդիկ չեն, ովքեր ընտրությունների չեն գնալու, դրանք մարդիկ են, ովքեր ատում են ժողովրդավարությունը, տանել չեն կարողանում անձնական մասնակցությունը, տանել չեն կարողանում մրցակցությունը, ցանկանում են խորհրդային միության տիպի կառավարում, վերևից ներքև, խոշոր հիերարխիա եւ այլն։ Ցավոք սրտի նորից նշեմ, նման մարդկանց որոշակի քանակ կա։ Իհարկե այդ քանակը արդեն երկրորդ մասին հասնելով ձեր հարցադրման, այդ մարդկանց քանակը սահմանափակ է։ Նրանց քանակը բավարարելու է ընդամենը 20-30% ձայն տանելու։ Եվ Սամվել Կարապետյանը եւ նրա քաղաքական ուժը հենց հավակնում են այդ 20-30%-ին։ Նրանց հայտարարությունները միտված չեն իշխանություն տանելու։ Նրանց հայտարարությունները միտված են հաղթելու մյուս քաղաքական ուժերին, որոնք ռուսական կողմնորոշման դաշտում են գործում։